Ողջույն սիրելի հայրենակիցներ, եթերում Նանտապանն է։ Եվ այժմ մենք զրուցելու ենք Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահ պարոն Գագիկ Սարոխանյանի հետ։ Ողջույն եմ պարոն Սարոխանյան, շնորհակալ եմ, որ ընդունել եք հրավերը, հաշված օրեր են մնացել մինչև ընտրությունները, ասում են այս նախընտրական քարոզարշավի այս վերջին 7 օրերը, 8-7 օրերը, դե արդեն 7 օր է մնում 7 օրերը վճռական են ընտրողների որոշումների վրա ներազդելու համար 7 օր է մնում տարբեր մանիպուլյացիաների, ճնշումների, գուցե եւ հակառակը, որպեսզի ընտրողը հավատա վստահի։ Համաձայն եք, որ այս վճռական փուլ ենք հասել, նախ դա է, որ այս 7 օրը վճռական են լինելու, թե բոլոր ամբողջ ընտրապայքարի ընթացքն է կարևոր եւ ինչ ունենք այս պահի դրությամբ, ովքեր են ֆավորիտներ, այսպես կոչված, ովքեր են հիմնական խաղացողները, ինչ մանիպուլյացիաներ են արվում, ընդհանուր ձեր տեսակետը։ Շատ շնորհակալություն։ Հարցն անում է, որ այս հարցին ես անդրադարձել եմ արդեն մի քանի անգամ, նաև ձեր տաղավարից։ Այն որ ասեցի, որ ընտրությունները ժողովրդի համար արդեն պարտված են, դա պատահական չէր, հենց այնպես պաֆոսային բառեր չէին։ Քանի որ ինչպես նախորդ ընտրություններին, այդպես էլ հիմա ակտուալ է նախկին թե ներկա սևը կամ սպիտակը, ոնց որ ասենք պլանավորվել էր այսպես կոչված ճակերտներում ասած հեղափոխությունը իրականացնել եւ հետագայում Հայաստանին պահել ասենք KGB-ի կամ Ռուսաստանի ծիրի մեջ։ Եվ այդպես էլ այսօր շարունակվում է։ Այո, մարդիկ կարող են ասեն Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականությունը ասում է հակառակ բանի մասին, դրա համար մենք առանձին կանրադառնանք, թե ինչի այս process-ները գնացին այդպես, որ մենք նաև նախատեսում ենք, որ կարող է այդպես բան լինի։ Ինչ բան լինի, ես չհասկացա։ Ասենք Նիկոլ Փաշինյանի պահած այս դիրքը, ասենք արևմուտքի նկատմամբ եւ Ռուսաստանի։ Ինչ որ դիրք կա։ Այո, իհարկե։ Ինչպիսին է։ Արդեն մենք տեսնում ենք, որ արդեն Նիկոլ Փաշինյանը այսօրվա դրությամբ այլ տարբերակ չունի, քան չհամագործակցի արևմուտքի հետ, նա պարտավոր է։ Մենք ասել ենք, որ սա մեր ծրագրերն են, որ արևմուտքը հատկապես Ամերիկայի տեսքով պետքա ոտը դնի այստեղ եւ հաշվի չի առնում, թե որ ժամանակների ընթացքում ռուսական սապուգը եղել է այստեղ, թե չի եղել, իրանք թքած ունեն։ Մենք ասել ենք, որ մեր Հայաստանի շահերը համընկնում են Ամերիկայի շահերի հետ եւ մենք որպես եթե նորմալ ենք պետք է դրանից օգտվենք եւ հայ ժողովրդի եւ պետականության համար մեր դիվիդենդները քաղենք, բայց այսօր տեսնում ենք, որ իր այսպես ասած բալանսավորված քաղաքականությամբ Նիկոլ Փաշինյանը տեղից չէր շարժվում, առհասարակ, եւ ինչ էլ որ կատարվում է Հայաստանում դեպի արևմուտք գնացող, դա ուղղակի արևմուտքի կողմից պարտադրված ասենք Նիկոլ Փաշինյանին տանում են այս ուղղությամբ։ Այստեղ արանքում մեկ հանգամանք է ի հայտ եկել ընթացքում։ Նիկոլ Փաշինյանը, երբ որ ասում են հոգեկան հիվանդ է, էս է, այն է, բայց նա կատարյալ անուղեղ չէ։ Նա լավ հստակ հասկանում է, որ իրեն օգտագործելուց հետո Կրեմլը իրան վերացնելու է։ Ինչպես որ ասենք Ռուբեն Վարդանյանին կամ Արցախի ղեկավարությանը եւ շատ այլ մեր հայկական գործիչներին, ինչու՞ չէ նաեւ հոկտեմբերի 27-ը, ասենք այդ պարլամենտի գնդակահարությունը, այսինքն Կրեմլը ոչ մի բանի դեմ կանգ չի առնում, երբ որ իր ծրագրերից դուրս եկած որևէ ռուսական գործակալ ինչ-որ խելքից դուրս ուրիշ բան է անում, ինչ իրան հրամանում է։ Անպայման կվերացնի։ Ներողություն, Արցախի Վերնախավին մատնանշեցիք, նրանք ծրագրից դուրս էին եկել։ Ծրագրից դուրս էին եկել։ Այո։ Եթե ձեր տրամաբանությունը արդեն այստեղ մի քիչ ուրիշ տրամաբանություն էր խոսքը։ Չէ, եթե դուք նույնացու այո, ծրագրից դուրս էին եկել։ Դուրս էին։ Այո, գուցե ընդ ինչ որ իրանց խելքից դուրս ինչ որ քայլեր իրան, որի մասին մենք չգիտենք, բայց հաստատ
դրանք KGB-ի գործակալներ էին, հաստատ իրանք կատարում էին Կրեմլի հանձնարարականները, գուցե նաև այս դեպքում այլ հանգամանք աշխատե, թե ինչի սրանցից ձերբազատվեն։ Գուցե, որպեսզի ասենք այն ուղղակի հրահանգները, որ իրանց տվել են Արցախը հանձնելու կապակցությամբ, որպեսզի դա իհայտ չգա։ Օրինակ եմ, ես չգիտեմ, բայց ռուսական կայսրությունը բազմիցս ցույց է տվել, որ օգտագործելուց հետո իրանք փուրն են տալի, ցանկացած իրանց համար ոչ բարենպաստ կամ անցանկալի իրանց գործակալներին։ Հիմա ինչու Փաշինյանի դեպքը, այսինքն իրանք կեղծ հեղափոխությունը արեցին, Արցախը հանձնվեց, պրծավ, վերջ։ Այսինքն Փաշինյանը Կրեմլին այդքանով էր պետք, այո, բայց հետագայում տեսան, որ այո, այս մարդը էլի շարունակում է ինչ-որ գործողություններ անել, շարունակում է իր տրամադրվածությունը դեպի Կրեմլ ցուցադրել, մի պահ անգամ Կրեմլում հասկացան, որ ասենք էսի ավելի լավ է, քան նախկիններն են ծառայում, ինչ ուզում են կենել անում է։ Հələ ավելին ասեմ, իրան հանձնարարված էր, ասենք արևմտամ մեծ խաղալ ու Նիկոլը շատ լավ խաղում էր։ Ու ընդամենը ինչի եմ ասում խաղում էր, որովհետև ընդամենը խաղից բացի էական ոչ մի ռեալ քայլ չկար։ Ոչ մի։ Անցյալով եք ասում, հիմա կա։ Հիմա արդեն երբ որ այդ խաղերից օգտվեցին, երբ որ նաև մեր կազմակերպության շնորհիվ մենք երբ որ ամերիկացի պաշտոնյաների հետ զրուցում էինք կամ մեր նամակները, մենք ասում էինք, որ այո, մենք գիտենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները աշխատում են ցանկացած աշխարհի ցանկացած կետում, ցանկացած երկրում, միայն պաշտոնական իշխանությունների հետ։ Եվ եթե դուք սպասեք, թե այսպես կոչված Նիկոլ Փաշինյանը պետք է դառնա ժողովրդավար, պետք է դառնա ինքնուրույն, ազատ ու ինքը առաջի քայլերը անի, դուք չարաչար սխալվում եք։ Եվ մենք բազում օրինակներ ունենք, երբ որ Նենսի Փելոսին, Բոլթոնը, տարբեր պաշտոնյաներ եկել են, դեռ հələ Արցախը չէր հանձնված, եւ հստակ ասում են ինչ է ձեզի պետք, ինչ անենք, ոնց օգնենք, եկեք միասին նստենք, քննարկենք, թե ինչպես եք դուրս բերում Հայաստանը եւ Արցախը ներառյալ այս խնդիրներից։ Լավ, այդ լսել ենք, դուք բազմաթիվ անգամ ասել եք դա։ Ինչ է փոխվել։ Հիմա փոխվեց հետևյալը, երբ որ Նիկոլ Փաշինյանը հասկացավ, որ այս ամեն ինչի վերջում իր գլուխն են ուտելու։ Իրան ստիպեց այդ իր խաղը, արևմտամ մեծ խաղալը, սկսել դարձնել իրական։ Ահա, հիմա եկեք ինչու դուք պատասխանում եք ինչու, որովհետև նա հասկացավ, դա չենք հիմա քննարկում, փաստն ենք արձանագրում այս պահին, փաստորեն դուք ուզում եք ասեք, որ Նիկոլ Փաշինյանը իսկապես դեպի արևմուտք է տանում Հայաստանը։ Սենց ասենք, Նիկոլ Փաշինյանը չի տանել։ Նիկոլ Փաշինյանը իրեն տանում է։ Այդտեղ մի հատ էլ հարց, ընդամենը այդ ամբողջը վերագրել ինք իրեն, տեսեք Նիկոլի օրոք սենց բանով։ Նշանակում է արդյոք, որ այս ամբողջ ընտրությունները իմաստ չունի ով կգա իշխանության, եթե անգամ Նիկոլ Փաշինյանը չվերարտադրվի։ Նշանակություն չունի ով է լինելու Հայաստանում իշխանություն, արևմուտքը, քանի որ դուք նախ ամենասկզբում ասացիք, Ամերիկայեն պետք էր, որ ինքը գա այստեղ եւ նա եկավ եւ նա փաստորեն պարտադրում է Փաշինյանին խաղալ իրենց խաղը, նշանակություն չունի ով է ընտրվելու։ Միացյալ Նահանգները տանելու են Հայաստանը այն ուղղությամբ, որ նախանշել են։ Նշանակություն ունի, ասեմ ձեզ, ինչի համար նշանակություն ունի։ Այո, եթե այս ընտրությունների ընթացքում ձևավորվի ակնհայտ, բացեաբաց պրոռուսական կառավարություն, անհամեմատ դժվար կլինի ամերիկացիներին օգնել մեզ եւ պրծցնել ռուս-թուրքական ճիրաններից։ Անհամեմատ դժվար։ Ներողություն, այդ ձևակերպումը շատ հետաքրքիր էր։ Միացյալ Նահանգների նպատակն է ազատել Հայաստանին ճիրաններից, թե արևմուտքը Միացյալ Նահանգները իր սեփական շահերն է սպասարկում։ Դա գից նույն բանն է։ Այսինքն
ինքը չի կարող իրականացնել իր ծրագրերը այս տարածաշրջանում, եթե հայոց պետականությունը վերջանա եւ այստեղ տիրի երկու բռնատիրական ռեժիմների, ասենք, դաշինքը, ռուս-թուրքական դաշինքը, եւ Հայաստան չկա գուբերնիայի կարգավիճակով կամ վիլայետի, всё, վերջացավ։ Լավ, միացյալ շարունակելու է իր process-ները, բայց դա լինելու է արդեն առանձին պատմություն։ Հասկանալի, այսինքն դուք արձանագրում եք, որ այս ընտրություններում, շատերն են դա ասում, դուք էլ եք արձանագրում, որ այս ընտրությունները Միացյալ Նահանգների եւ Ռուսաստանի միջև է պայքարը ընտրությունները դա ռազմադաշտ են, այսպես ասած, պայքարի դաշտ են, թե Հայաստանին, այսպես պատռում են երկու մասի, Ռուսաստանը փորձում է դեպի իրեն պահի, Միացյալ Նահանգները փորձում է դեպի իրեն տանի, եւ այդ 19 քաղաքական ուժերը իրենք հենց այդպես էլ տեսեք ինչ եմ հարցնում, խնդրում եմ այդ հարցին պատասխանեք, այդպես էլ դասավորված են, որոշ ուժեր պրոռուսական են, որոշ ուժեր տվյալ դեպքում արևմուտք չեմ ասում, ամերիկյան, որովհետև արևմուտքի Եվրոպան էլ դե իր ծրագրերն է, իր նպատակներն է։ Եկեք այս տվյալ դեպքում չտարանջատենք Եվրոպա եւ Ամերիկա։ Դեպի արևմուտք։ Դեպի արևմուտք ասենք, որովհետև այդ թվացial հակամարտությունը թե իբր դա առանձին թեմա է, հիմա դրա մեջ չեմ։ Ես Միացյալ Նահանգներ անվանեցի։ Հիմա տեսեք ինչ է կատարվում, ուրեմն մինչև ընտրությունները 1-2 տարի առաջ, հենց կարամ ասեմ 1-2 տարի առաջ, ուրեմն Քարոզ Արշավը պրո-ռուսական, պրո-կրեմլյան ուժերի Քարոզ Արշավը արդեն սկսված էր, միայն այն, որ իրանք ամբողջությամբ ամբողջ օրը քարկոծում էին գործող իշխանությանը, չնայած եւ տեղին, հա, ապա չէին նախանշում նախորդ իշխանությունների թերությունները։ Դա բնական էր, որովհետև իրանք հենց բոլոր լրատվամիջոցները 80-ից 90% լրատվամիջոցները հիմնականում նախորդ իշխանությունների արտադրված, այսպես ասած, կայքերն էին կամ հեռուստաընկերություններն էին։ Եվ իրանք մի դարպասի վրա շարունակում էին վարքաբեկումը Նիկոլ Փաշինյանի, թեպետ ես նորից եմ կրկնում տեղին։ Բայց դրա հետ մեկտեղ փակագծերում Նիկոլ Փաշինյանը, ինչպես դուք ասում եք, ծառայում էր Կրեմլին։ Այո, որովհետև սա էլ էր խաղ, որպեսզի այդ հակամարտության մեջ երրորդ ուժը չձևավորվի, որը ավելով կմաքրի եւ նախորդներին եւ ներկաներին։ Հիմա շատ քաղաքական ուժեր միամիտություն ունեցան, համագործակցելով Նիկոլ Փաշինյանի հետ, հավատալով Նիկոլ Փաշինյանի արևմտամետ խաղերին, շոր արտախորհրդարանական շոր ուժեր ձևավորեցին Նստան հետը կողքը, դրանով իսկ իրենց անձնական գործունեությունը սահմանափակելով, այսինքն իրանք կամա թե ակամա դարձան Նիկոլ Փաշինյանի կառավարության ներքո որոշակի ուժեր, ովքեր չէին կարող այդ Նիկոլ Փաշինյանի կառավարության նախանշված այդ քայլերից այլ կտրուկ քայլեր անել։ Այսինքն իրանք չեզոքացան, սենց ասեմ։ Այնինչ պետք է բոլոր արևմտամետ իրական ուժերը միավորվեին, բայց ինչ էր կատարվում։ Կամ այդ արևմտյան այսպես կոչված ուժերը խակ էին եւ չէին հասկանում միավորվելու անհրաժեշտությունը, կամ էլ այդ ուժերում արկա ներդրված KGB-ի գործակալները, բայց հանդես եկող որպես ազգային եւ արևմտամետ, ամեն ինչ անում էին, որ իրական միասնությունը տեղի չունենա։ Եվ ես դրա համար եմ ասել, որ մի քանի ամիս առաջ, երբ որ ես հաճախ ասում էի, թե ինչա պետք անել այսօրվա ընտրությունների համար, սենց պետք անել, սենց միավորվել կամ այդ հարցերի ցուցակը դնել եւ ջնջել այն ինչ որ հարյուր ինձ կամ իր համար եւ տակը թողել հիմնական արևմտամետության կամ հայամետության, բայց փրկությունը տենալով արևմուտքի մեջ, սենց ավելի ճիշտ ձևակերպենք։ Չարեցին։ Լավ, չարեցին, մենք հիմա խոսում ենք վերջի շաբաթվա մասին։ Վերջ, մենք այսօր տենում ենք բոլոր հարցումների հիման վրա, մենք տեսնում ենք, որ առաջնորդները էլի ինչպես 5 տարի առաջ, դրանից առաջ 18 էլի առաջնորդները նախկիններն ու ներկաներն են։ Այսինքն այն ինչ որ իրանք ծրագրավորել են ունեն։ Պարտվել ենք արդեն։
Եվ ես մի շաբաթը ոչ մի բան չի լուծելու։ Ես ասում եի անգամ այդ մի տարին կհերիքի, կբավարարի արդյոք, չբավարարեց։ Եվ այսօր ինձ սարսափեցնում է, գիտեք ինչ է։ Այն որ մոտ 40%-ից ավել քաղաքացիներ չեն կողմնորոշված։ Բայց հիմա դուք կողմնորոշում եք։ Տեսեք, Հիմա ինչ եք ասում։ ես կողմնորոշում եմ։ Այո։ Հիմա ես իմ կողմնորոշումը իրական կասեմ ժողովրդին, թե ինչա պետք անել գոնե այս փուլում։ Դե ասեք։ Հիմա տեսեք։ Մարդիկ եթե կողմնորոշված Չէ, ուզում ասեմ, ձեր խոսքը արդեն կողմնորոշում էր, բայց դուք հիմա կողմնորոշեք։ Ես ավելի հստակ ասեմ, ինչպես կարելի է հասկանալ ձեր խոսքը։ Հիմա տեսեք, եթե մարդիկ պետք է այդան ուղղակի ինչ-որ մի հարևանի հարցնելով կամ անտարբեր լինելով, որ իր ձենը օգտագործվի կամ չօգտագործվի կամ փոքր մասնակցելու քանակ ցույց տալու դեպքում այս կամ այն ուժը աջակցություն ստանա թե չէ, ուրեմն ես առաջարկում եմ հետևյալը, հատկապես այս վերջի օրերի ընթացքում ահավոր շատ զանգեր, ահավոր շատ նամակներ եմ ստանում, թե ինչու դուք չեք առաջադրվել։ Անձամբ ինձ։ Ես հիմա բացատրում եմ ընտրական օրենսգիրքը, իմ Սալխանյան, դրա վրա ժամանակ Հիմա տեսեք, չէ, շատ մեծ նշանակություն, որպեսզի ժամանակ չկորցնենք, ես ասում եմ հետևյալը։ Հիմա տեսեք, քաղաքացուն իրավունք չեն տվել անվավեր, սենց ասենք, բոլորին դեմ քվեարկելու։ Հիմա կասեք կա մի հատ կուսակցություն, որը իրան կոչել է բոլորին դեմ, ընտրեք իրան, չէ՞։ Փաստացի դու կողմ ես ընտրում, դու չես ասում բոլոր 19-ին էլ դեմ եմ։ Դու չես, դու ընդամենը ինչ-որ մեկին ես ընտրում այդ անվանման համար։ Հիմա եթե ես անվանումը դնեմ ես Նիկոլին դեմ եմ, բոլորն էլ Նիկոլին դեմ են, եթե առաջադրվել են, չէ՞։ Բոլոր 19-ն էլ։ Չկա տեն, այսինքն ինստիտուցիոնալը տենց է ստացվում, եթե ես առաջադրվել եմ, նշանակում է 18-ը հեշտ տղեկ ինձ ընտրեք, չէ, այսինքն դեմ եմ։ Հիմա տեսեք, ինչա պետք անել, որպեսզի քաղաքացու իրավունքը վերականգնել, որ բոլորին դեմ իսկապես լիներ, առաջ մենք գնում ենք, այսպես մի հատ պտիշկա ենք դնում, մի հատ գրիչ վերցնեմ, հա, այսպես մի հատ պտիշկա ենք դնում եւ ասում ենք, այս 6 հոգուն դեմ եմ, այս բոլորին դեմ եմ, գիծ կար, որ այդ 6-ն էլ ինձ հարյուր չէ։ Այսօր չկա, անգամ այդ գրիչներն են հանե, այսինքն տալիս են 18 հատ թերթիկ, 17-ը ճեղում շպրտում ես, մի հատ է ծրայերի մեջ, թե առանց ծրայի ես չգիտեմ ոնց են անելու, գցում ես արկղի մեջ։ Որպեսզի իսկապես չեք կողմնորոշվի եւ բոլորին դեմ եք, արեք հետեւյալ քայլը, ժողովուրդ ջան, պարզ ցույց եմ տալի ինչ պետք է անեք։ Պատկերացրեք, սա քվեաթերթիկն է։ Քվեաթերթիկը 18 հատ տվել են ձեր ձեռը։ 18 հատից 17-ը, այսինքն ճղում եք, գցում եք զիբիլանոցը, մի հատը պահում եք, ծալում եք, տանում եք, այսինքն մի հատի վրա գրած է 6 համար, 4 համար, 5 համար, 8 համար, 16 համար, 19 համար, ինչ որ համար է գրած։ Դա արդեն ձեր քվեարկությունն ալու։ Որպեսզի դուք կարողանաք ձեր քաղաքացիական ուրեմն պարտքը կատարեք բոլորին դեմ քվեարկելու, իրականում բոլորին դեմ քվեարկելու, ոչ թե որպես անվանում, ինչ որ մեկին ես այնուամենայնիվ քվեարկում, անում եք հետևյալը։ Վերցնում եք, այս քվեաթերթիկի վրա, այսպես գրում եք Գագիկ Սարուխանյան։ Փչացնում եք թերթիկը։ Այո։ Հիմա նայեք։ Կամ ՀՀԿ Մի խոսքով փչացնում եք թերթիկը, դա էլ է արվել։ Բազմաթիվ նկարներ։ Ուրեմն ես տեսել եմ հետևյալ բանը, որ սա կարող է փչացում չհամարեն։ Ասեն, այս քաղաքացին ընդամենը ուզեցել է, որ այս համարի տակ ցուցակի մեջ Գագիկ Սարուխանյանը լինի, դրա համար իր ցանկությունն է, բայց այնուամենայնիվ ինքը քվեարկել, ասենք այս համարին։ Ու գցի։ Դրա համար այսպես բան գրելուց հետո քվեաթերթիկ այսպես եք անում, այսպես ծալում եք, դնում եք ծրարի մեջ եւ քվեարկում եք, որ դա հաստատ անվավեր ճանաչվի։ Եվ տեսեք, այս իմ կոչից հետո դուք կտեսնեք, որ այս անվավեր քվեաթերթիկները ասել է թե Գագիկ Սարուխանյանին ընտրողները ինչքան շատ են լինելու, 5%-ից անցնելու է։ Դե Գագիկ Սարուխանյան նկատի չունեք, չէ՞, հենց անձամբ ձեզ, այսինքն ես սա արդեն ասում եմ անձամբ ինձ, ինչի համար, բազմաթիվ զանգեր ու նամակներ են եղել հենց անձամբ ինձ ընտրելու համար։ Հարգելիներս, ուրեմն ինձ ընտրելու համար այսպես են կտրում, որովհետև ընտրությունից հետո նոր պայքար է սկսելու։
նոր պայքար։ Եվ մենք այդ պայքարի մեջ չենք մտնելու 1%-ով, 0.1%-ով, այլ ձեր անվավեր ճանաչած թերթիկներով 5, 10, 15%-ով մենք մտնելու ենք նոր պայքարի մեջ։ Այդ ինչ նոր պայքար է, պարոն Նոր, Սարոյանյան։ այսինքն նոր պայքարը այն իրավիճակով, որ Գագիկ Սարոխանյանը եւ ՀԱՀԿ-ն ունի իր հետևում 15% ձայներով պայքարելու, բայց չլինելով ազգային ժողովում։ Այսինքն դուք ՀՀ-ով չանցած կազմակերպություն ուզում եք ընտրություններին մասնակից դառնալ այդ մախինացիայով։ Մախինացիա չի դա։ Միանշանակ մախինացիա է։ Ինչով է մախինացիայից բացատրեք։ Այսինքն մարդը ասում է ես այս 19-ին էլ դեմ եմ, բայց սխալ է ընտրության չգնալը եւ իրան հնարավորություն չեն տվել բոլորին դեմ քվեարկելու, սա մախինացիա է կամարում։ Դուք ասում եք քվեատետիկը փչացրեք, իմ անունս գրեք եւ դա հետո պայքարի սկիզբ եք համարում։ Այսինքն այս քվեաթերթիկը, որ մնաց առանց ճղելու, որ անվավեր ճանապ, դա փչացնելն ու անվավեր փչացնելը գիտեք որն է, որ ընտրությունից առաջ գնանք այդ ընտրատեղամասի բոլոր քվեաթերթիկները փչացնենք։ Չէ, դուք այդ քվեաթերթիկը երբ որ պատրում եք, բացի նախանշած նշումից, այլ նշում կարող եք խաչ դնել, դա էլ է փչացնել, բայց դուք չեք փչացնում։ Ես տեսել եմ նախորդ ընտրություններին Դու առաջի անգամ ենք մենք ընտրություններին մասնակցում, պարոն Այո, ես գիտեմ, որ գրությունը արդեն փչացած է համարում, բայց ես տեսել եմ դեպ, երբ որ փչացված քվեաթերթիկը, ասել են ինչ ա եղել, որ ինքը սա համատա։ Ավելի ինձ հետաքրքիր է դուք որ ասում եք հետո ինչ որ պայքար է լինելու, ինչ նկատի ունեք, դա ինչի մասին եք խոսում։ Այն պայքարն է լինելու, որ Հայաստանում այնուամենայնիվ պետք է իրապես ձևավորվի հայամետ իշխանություն, հայի ապագայի մասին մտածող ոչ թե իր անձնական կյանքը փրկելու իշխանություն։ Դուք պայքարի ձևի մասին խոսեք, հա։ Պայքարի ձևը տարբեր ձևեր են։ Այսինքն ընտրություններին հետևելու է ինչ որ Ես դες ասեմ, այսօր Հայաստանում ինչու պետք է ակցիաները։ Դե հարցնում եմ, դուք ախր իմ հարցին փորձեք պատասխանել, պարոն Սարոյանյան։ Հիմա տեսեք։ Դուք մեր կազմակերպության կողմից տեսել եք, որ έτσι մի ակցիա կազմակերպել, բայց այսօր ասեմ, այսօր Հայաստանում Նիկոլ Փաշինյանը իրեն վերագրելով, որ յանում տեսեք, Նիկոլը ամերիկացիներին կանչեց, եվրոպացիներին կանչեց, էդի սա մեր կատարած աշխատանքն է։ Աշխատելով արևմտյան միջազգային կառույցների հետ, հզոր պետությունների կառավարությունների անդամների հետ, Ազգային ժողովրդական բևեռը նույնպես մատնանշում է իր հանդիպումները։ Պարոն Սարոյանյան, եթե կարելի է իմ հարցին անդրադառնանք, հա դուք, որը ձեր խոսքից է բխում, դուք ասացիք, այդպես արեք, կոչ արեցիք, պատրել, չգիտեմ ինչ անել, գրել, ձեր անունը գրել եւ պատրել, եւ ասացիք, որովհետեւ Եթե սխալ եմ, դուք ինձ ուղում եք, ասիկ որովհետև ընտրություններին հաջորդելու է պայքար։ Այ խնդրում եմ այդ պայքարի ձևի մասին։ Ինչ տեսք է ունենալու այդ պայքարը։ Այդ պայքարի ձևը ես ձեզ ասեմ։ Հարցը նրանում է, որ մի անգամ եւս ես անդրադարձել եմ այս հարցին, երբ որ ասում եմ մեզ պետք է ազգային կառավարություն ձևավորել, որպեսզի ռուս-թուրքական ճիրաններից մեզ ազատագրող արևմտյան ուժերին մենք ներսից կարողանանք օգնենք։ Եվ ամենասոսկալին կլինի այն, որ առանց մեր օգնության, ինչպես հաշվանդամ ազգ, մեր փոխարեն մեզ այդ ճիրաններից պետք է փոխեն եւ մենք ոչ մի բան չանենք։ Դա ամենասոսկալին է։ Հիմա մեր օգնությունը լինելու է հետեւյալում, որ մենք շարունակելու ենք մեր գործունեությունը արևմտյան ուժերի հետ Հայաստանի փրկության հարցով։ Ստեղ տեսեք, ես ինչի նույնականացումը չեմ դնում, ինչ Նիկոլ Փաշինյան, ինչ ասենք Սամվել Կարապետյան կամ Ռոբերտ Քոչարյան, նրանք ակնհայտ ռուսամետ են։ Եվ ոչ մեկ չգիտի, ասենք իրանց ընտրվելու դեպքում առաջին իրանց հրամանագիրը ինչա լինելու։ Եվ այստեղ արևմուտքը նույն ամերիկան անգամ չի հասցնելու ինչ-որ աշխատանք տանի հետները, այ ոնց որ այսօր են Նիկոլ Փաշինյանի ականջից բռնած տանում, չեն հասցնելու սրանց ականջը բռնեն։ Սրանց առաջի հրամանագիրը ասեմ հետևյալ, օրինակ, ասենք առաջի հրամանագիր։ Առաջի հրամանով ասում են հետևյալը. Ամերիկայի Միացյալ Նահանգների եւ եվրոպական մյուս պետությունների դեսպանատները Հայաստանից փակել, հանել, բոլոր всё, վերջացավ, 24 ժամ են տալի։ Հետո ինչ պետք է անեն։ Քանի որ այո մեր ապագան Ռուսաստանն է եւ հələ մենք
Ինչ պետք է անենք։ Եկեք ժամանակը ավելի ռեալ օգտագործենք։ Ռեալ, ես ասում եմ ռեալ։ Նախ ինչու եք այդ 3 ուժերը մատնանշում, ինչու եք Որովհետև համարում, այդ որ այդ 19-ից միայն այդ 3-ն են անցնելու ազգային ժողով։ Իդեպ դեպքում Գագիկ Ծառուկյանը ձեզանց կնեղանա, ասի բա ես ինձ ինչու չասացիք, այդ դեպքում է իսկ ես էլ իմ կողմից կարող եմ մի քանիսին մատնանշել։ Ես ասում եմ Ինչու եք այդ 3-ին ասում, եւ այդ 3-ի փոխարեն առաջին որ լիդերները դրանք են։ Ահա, եկանք հասանք հիմնական դերակատարների ձեր կարծիքով արդյոք դա մանիպուլյացիա չէ բոլորի կողմից, որ այդ 3-ի վրա են, ոնց որ լուսարձակը այսպես ուղղում են այդ 3-ի վրա։ Ես ասեմ ձեզ, բազմաթիվ այլ կուսակցություններ կան, որոնք բավականին ակտիվ աշխատում են, Եվ ինչ, որ աշխատում են ինչ։ Իսկ ներողություն, ուժեղ Հայաստանը շատ ակտիվ է աշխատում եւ համոզիչ է աշխատում, ու նա անցնելու է։ Իրանց լծակները, այսինքն KGB-ական լծակներն են շատ։ Ահա, այսինքն դուք հիմա կոչ եք անում քաղաքացիներին, ասում եք, քանի որ KGB-ի լծակները շատ են, իրենք անցնելու են, գնացեք իրենց տվեք ձայնը։ Չէ, իրանց չէ, ես ասեցի։ Կամ քանի որ Նիկոլ Փաշինյանին արդեն ներողություն այդ ձևակերպման համար ձեր ձևակերպումն է, բռնել են եւ տանում են, արդեն բռնած է տանում են, ձայնը տվեք Նիկոլ Փաշինյանին, որովհետեւ արդեն իրեն ոնց որ թե տանում են։ Հարցնում եմ ձեզ, ինչ եք անում հիմա։ Ես չեմ ասում ձայնը տվեք իրան։ Ես ասեցի, ասում եք 3 ուժ է։ Անվավեր ճանաչեք ձեր քվեարկներին, այսինքն բոլորին դեմ քվեարկեք, անվավեր ճանաչեք եւ տվեք մեզ անձամբ ինձ այն պլատֆորմը, որ ընտրությունից հետո պայքարը մեկը շարունակվում է, ընտրությունից հետո կյանքը չի վերջանում, ընտրությունից հետո պայքարի նոր փուլ է սկսվում, նոր ձևեր։ Ինչ պայքարի, մի հատ էլ ասեք։ Պայքարի, որ է ռուս, թուրքական ճիրաններից ազատել։ Ազատել Հայաստանը։ Բայց չեք ասում արդյոք, հենց դրա համար եմ ասում, գուցե Նիկոլ Փաշինյանին եք կոչ անում, որ ձայնը տան, որովհետև ասում եք արդեն Միացյալ Նահանգները։ Ես պարզ կասեմ։ Պարոն Սարուխանյան, դուք ամենասկզբից ասում եք Միացյալ Նահանգները առաջ Նիկոլ Փաշինյանը այսպես կողմնորոշված չէր, բալանսավորված էր, հիմա ուղիղ գնում է դեպի արևմուտք, ասում եք դուք, որովհետև Միացյալ Նահանգներին պետք է որպեսի նա իր ոտքը դնի այստեղ եւ ճիրաններից, ռուս, թուրքական ճիրաններից Հայաստանի տանի եւ Փաշինյանի դեպքում դա ստացվել է։ Առայժմ ստացվում է, մնում է 4 օր, 5 օր, 6 օր, 7 օր։ Այսինքն ստացվել է։ Ուստի, սիրելի քաղաքացիներ, ասում է պարոն Սարուխանյանը չասելով դա։ Դե հիմա ասեք ինչ եք ասում։ Որովհետև ձեր ասածով ստացվում է ընտրեք Փաշինյանին։ Կան քաղաքական ուժեր, որոնք հանդես են գալի որպես, ասենք ասենք, ազգային եւ արևմտամետ, իբր արևմտամետ։ Բայց համեմատության մեջ, երբ որ դնում են Նիկոլ Փաշինյան թե Սամվել Կարապետյան, իրանք ասում են իհարկե Սամվել Կարապետյանը ավելի նախընտրելի է։ Ինչով։ Չգիտեմ, դա իրանք են ասում։ Չգիտեմ։ Գուցե նրանով, որ այսինքն Սամվել Կարապետյանի նկատմամբ վերջի 8 տարվա ընթացքում հակակառուցություն չի եղել, մարդիկ հələ չգիտեն, ընդամենը Կալուգայի Սամվել են ճանաչում, ընդամենը որ ուրիշ տեղից եկած է, այսինքն այդքան չեն վարկապեկել հələ, այսինքն այդ բանով է նախընտրելի, բայց հաշվի չեն առնում, որ Կալուգայի Սամվելին ընտրելով իրանք անմիջապես հայտնվում են ռուսական գուբերնիա։ Կալուգայում, այո, այսինքն կան նման իրենց ազգային կոչող քայլեր։ Ես հիմա ընդամենը նայեք տեսականորեն եմ ասում, պատասխանելով այդտենց մարդկանց։ Ես ասում եմ, եթե ընտրություն Նիկոլ Փաշինյանի եւ Կալուգայի Սամոյի միջեւ, ապա ավելի լավ է Նիկոլ Փաշինյան, որովհետև իր ականջը արդեն Տրամպի ձեռքին է։ Դուք կրկնեցիք այն, այսինքն ավելի լավ, ես չեմ հաստատում։ Ես մի քանի անգամ կրկնեցի։ Մի քանի անգամ կրկնեցի, ամենաճիշտ տարբերակը այս տարբերակն է։ Փչացնել քվեաթերթիկը։ Չէ, անվավեր ճանաչել, չփչացնել։ Փչացնելը ճղելը փչացնել է։ Չէ, ճղելը փչացնել չի։ Անվավեր ճանաչելու ձևը։ Անվավեր պետք չի ճղել։ Կարելի է ասում եմ, խաչ դնել, ստորագրություն դնել։ Ես հենց հիմա կարող եմ համացանցը բացել։ Ես հենց հիմա համացանցը կարող եմ բացել եւ ցույց տալ նման դեպք, որտեղ ասենք կա, որ այդ մարդիկ ասում դե լավ մարդը տենց է ուզեցե վավեր են ճանաչել։ Հիմա մենք գովազդի հայտարանք եթերում դուք գտեք այդ օրինակը եւ գովազդից հետո ցույց տվեք, թե դա ինչ տարբերակների մասին եք դուք խոսում։ Գովազդի եթերում սիրելի բարեկամներ, մնացեք մեզ հետ, շարունակելու ենք զրույցը պարոն Սարուխանյանի հետ։ Ֆելիչե ժամանակակից ատամնաբուժական կլինիկա։ Այստեղ հարմարավետությունն ու խնամքն առաջնային են։
Այստեղ կիրառվում են ատամնաբուժական ամենաժամանակակից տեխնոլոգիաներ, ճշգրիտ ախտորոշում, արդյունավետ բուժում, նուրբ փորձառություն եւ անհատական մոտեցում։ Սկսած սովորական մանրուքներից մինչև առաջադեմ ընթացակարգեր, այստեղ դուք գտնվում եք բարձր որակավորում ունեցող եւ փորձառու ատամնաբուժական մասնագետների ձեռքերում։ Մեր բարեկամական եւ հյուրընկալ անձնակազմն այստեղ է յուրաքանչյուր այցը հաճելի դարձնելու համար։ Ֆելիչե, ձեր առողջ եւ ամենաերջանիկ շպիտը սկսվում է այստեղից։ Եկեք եւ բացահայտեք նորարարության փորձագիտության եւ կարեկցանքի կատարյալ համադրությունը։ Երևան Փոստը Գրանադա Հյուզում տեղեկացնում է։ Դրամական փոխանցումներ 1%-ով։ Օդանավով 1 պաունդը 2.99։ Նավով ուղարկեք 1 արկղ, երկրորդ արկղը անվճար։ Ավտոմեքենաների փոխադրում անհավատալի արժեքներով։ Ինչպես նաև կահույք եւ մեծ չափի բեռների փոխադրում։ Jackpot հագուստի խանութը երկրորդ մասնաճյուղն է բացել Գլենդելի սրտում, որտեղ կարող եք ձեռք բերել եվրոպական եւ ամերիկյան ընտիր հագուստեղեն, կոշկեղեն, աքսեսուարներ, պայուսակներ ամենահարմար արժեքներով։ Նաեւ կարող եք ցանկացած ապրանք պատվիրել եւ ձեռք բերել կարճ ժամանակում։ Jackpot-ի Գլենդելի հասցեն է 1135 North Pacific Avenue, հեռախոս 818 813 2252։ Jackpot հագուստի լավագույն կենտրոնը Գլենդելում։ Արարատ ռեստորան, ընտանեկան եւ ընկերական ժամանցի լավագույն հասցե, սիրված արտիստներ, հյուրընկալ մթնոլորտ, հարուստ ճաշացան, անմահական խորտիկներ, Արարատ ռեստորան, հասցեն անփոփոխ, սիրով սպասում ենք ձեզ։ Լավագույն պաղպաղակ, բնական, համեղ եւ մատչելի գներով պաղպաղակը կարող եք ձեռք բերել բոլոր հայկական խանութներում։ Պահանջեք հայկական պաղպաղակ, Թամարա պաղպաղակ։ Նոյան տապան տպարան, Նոյան տապան հրատարակչություն, շարվածքից մինչև տպագրում, զանգահարեք, գրեք, այցելեք, միասին պատրաստենք ձեր գիրքը, ամսագիրը կամ թերթը, որտեղ նշվելու է, տպագրված է Նոյան տապանում։ Սիրելի բարեկամներ, հիշեցնեմ, որ մենք զրուցում ենք պարոն Գագիկ Սարուխանյանի հետ, Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահի, եւ այսպես, պարոն Սարուխանյան, ես տեսա, որ դուք գտել եք այդպիսի նկարահանում, որը ցույց է տալիս, թե ինչպես են վերաբերում այդպես ճղած ուրեմն քվեաթերթիկներին։ Ցույց տվեք, մեծացրեք։ Հարցը նրանում է, որ այն տեսագրությունը, որը ես տանը գտել էի, էդի չգտա, բայց մեկ ուրիշը գտա։ Այս ամենասկզբից արդեն ցույց են տալի, թե մեծացրեք եւ դեպի կամերան ցույց տվեք, որովհետեւ մենք չենք հասցրել վերցնել։ Նայեք, դեպի կամերան։ Այս մեկը պատրված է։ Դեպի կամերան ու գտած։ Նայեք, ասում եմ, այս մեկը պատրված է։ Սա հստակ ցույց է տալի, որ պատրվածը անվավեր է։ Բայց մյուս դեպքերում ծալած է, ինչ որ մեկի վրա էլ մի հատ նկար են գիծ են տեսեք, համարեն թե չէ, այսինքն թողում ես հանձնաժողովի հայացողության վրա, համարեն դա անվավեր թե չէ, բայց պատրվածը հստակ անվավեր է։ Այս կոչը հենց դրա համար է, մենք հույսերս չենք կարող դնենք նախապես տրամադրված հանձնաժողովի անդամների վրա, որ ասենք տեսնեն, որ մի 20 հատ ընդամենը գրություն արված, համարեն թե, գիտեք ինչ կա, հա դա քաղաքացին այտենց է որոշել, ուզեցել այդ մարդուն տեսնել այդ ցուցակների մեջ դրա համար է գրել, բայց ինքը չէ որ պատրված ճիշտ ֆորմատի է, վավեր համարեն։ Այսինքն մենք հույսներս չպետք է դնենք նախապես տրամադրված հանձնաժողովի անդամների վրա։ Այսինքն որպեսզի հստակ դա անվավեր լինի եւ ցույց տակ, որ դուք հստակ ինչի համար եք անվավեր անում, բոլոր այն քաղաքացիներին, ովքեր ինձ զանգերով, նամակներով դիմում էին, թե ինչու ես չկամ, դուք ունեք այդ ձեր հնարավորությունը ինձ ընտրելու, բայց այս տարբերակով։
Եվ դուք Ծիծաղելի է, չէ՞։ չէ, դուք կարծում եք, որ հստակ բոլորը ձեր անունը գրածները հաշվելու են, ասելու են, ահա, այսքան Չեն է, հաշվելու, օրինակ չեն 4% կամ 5% ձայն այս անվավերժն է Ես հավաքել։ հույսով եմ, որ դա շատ է լինելու, 15-20% է լինելու։ 15-20%-ը տալու են ճղած կազմելու են ճղած Անվավեր բյուլետենները ճանաչած, եւ հայտարարվելու է, ճիշտ է այդ Դե թիվը։ անվավերը պետք է գրվի պրոտոկոլների մեջ, չեն կարա թաքցնեն։ Չեն կարա թաքցնեն։ Բարի։ Մի քիչ ասենք ծիծաղելի է թվում, չէ՞։ Չէ, արվել է դա, նախկին ընտրությունների ժամանակ եղել են որպեսզի այդպիսի։ այն փոփոխությունները, որը ուզում էր անել Նիկոլ Փաշինյանը, իբր ուզում էր, բայց հələ չգիտեմ, պետք է անի թե չէ։ Ինչը՞, եղեցեք։ Ընտրական օրենսգրքի սահմանադրության փոփոխությունները, այո, որ դրանք իսկապես ակտուալ են եւ անհրաժեշտ։ Դե ես բոլորին դեմ եմ կուսակցությունը, ասում եմ մեզ ընտրեք, մենք գնում ենք հենց դրա համար, որ առաջին Հիմա ասենք, եթե իմ կուսակցության անունը օրենսդրությունը փոխել Եթե իմ կուսակցության անունը ես դնեմ, Նիկոլին դեմ եմ ու առաջադրվեմ։ Դա նորմալ է։ Դե մարդիկ դրել են Չէ, բոլորին դեմը տենց չի, բոլորին դեմը նշանակում է նաև իրանցա դեմ։ Նաև իրանցա դեմ։ Դե հիմա բառախաղերով եկեք Չէ, չզբաղվենք, բառախաղեր մենք չի խոսում ենք բուն էության մասին։ Բուն էությունը ասում նա բոլորին դեմ չեղավ, 18-ից 1-ին ընտրեց ինքը։ Քաղաքացին գնաց, այդ 18-ից 1-ին ընտրեց, նա բոլորին դեմ չեղավ։ Ուղղակի անունն էր բոլորին դեմ։ Ես չեմ ուզում հիմա բոլորին դեմ եմ մի ծրագիրը ձեզ բացատրեմ ասելու համար, որ ոչ, նա նրանցից Դե մեկը մի չէ։ ծրագիր պետք է դեն։ Նրա ծրագիրը հենց Դե դա հիմա է, իսկականից բոլորին դեմը սա է։ Լավ, Դե հիմա ես ասում եմ։ հասկացանք։ Հիմա փաստորեն ինչ մնաց մեր այսպես ինչպես ասում են վերջում այս մեր զրույցի այսպես որպես ամփոփում։ Ստացվեց, որ դուք ասում եք Միացյալ Նահանգները պետք է լինեն այստեղ իրենց շահերը համընկնում են այս պահին Հայաստանի շահերի հետ, Նիկոլ Փաշինյանի հետ ոնց որ թե ստացվել է համագործակցությունը եւ եթե այսպես շարունակվի, վատ չի լինի։ Այո։ Տարբերակ։ Երկրորդը, Չէ, եթե ոչ թե վատ չի լինի, ներողությունների։ այսպես էլ կշարունակվի։ Չէ, սենց ասենք, վատագույնի գոնե նախընտրելին սա է։ Երկրորդը դուք որպես ալտերնատիվ ուրիշ ուժեր չեք տեսնում այդ 19-ից, քան Սամվել Կարապետյանինը, որովհետև նա փող ունի, ինչպես ասեցիք, KGB ասեցիք, Սա ռեալ փաստ է, որ այսօր հաղթել են իրանք։ Ասում եմ, ռուսական գործակալական ցանցը 1 տարի, 2 տարի առաջ, այսինքն ամբողջ 5 տարվա ընթացքում բաց չի թողի առաջնորդությունը։ Լավ, մենք Այս ընտրության համար, ստացվում է, որպեսի ռուսական ուժերին ձայն չտալ, պետք է Սամվել Կարապետյանին չտալ, եւ եթե հիմնական խաղացողները Նիկոլ Փաշինյանն են եւ Սամվել Կարապետյանը, ապա Նիկոլ Փաշինյանը նախընտրելի Չէ, դա տեսականորեն զրույց էր։ Ոչ։ Ես ասում եմ, երկուսն էլ նախընտրելի չեն։ Նախընտրելին մենք ենք։ Նախընտրելին անվավեր քվեաթերթիկը առաջարկում է ձեր կուսակցությունը։ Մեր առաջարկած տարբերակն է, որով մենք ընդգծում ենք, որ այս ընտրությունը ամբողջությամբ ֆարս է։ Այս ընտրությունը ամբողջությամբ պրոկրեմլյան ուժերի կողմից կազմակերպված գուբերնատորի ընտրությունն է։ Բայց դուք 100% անվավեր չեք կարող, չէ՞, ստանալ բացի ձեզանից, ուրիշներն էլ են անցնելու ազգային ժողով, ովքեր որ ստացել են իրենց տոկոսները։ Նույն Փաշինյանը, նույն Սամվել Կարապետյանը կամ նույն, չգիտեմ, շնորհապետական կուսակցությունը, որ 19-ին չթվարկեմ, նույն Բարգավաճ Հայաստանը, նույն ազգային ժողովրդական բևեռը, նույն շնորհապետականը, ցանկացած մեկը կարող են անցնել, չէ՞, միասնության թևեր կան այնտեղ, Լուսավոր Հայաստան կա, նրանք անցան, նրանք անցնելու են, գնան, մտնեն ազգային ժողով, հավաքելով մինուս ձեր 15%-ը։ Եվ ինչ են անելու։ Աշխատելու են, դուք ինչ եք անելու։ Ինչ են աշխատելու։ Դուք պայքարելու եք։ Նրանք մտելու են, սկսելու են աշխատել։ Ես չգիտեմ նրանք ինչ են անելու։ Ոնց ազգային ժողովի ձայներ ստացած մարդիկ ինչով են զբաղվում։ Մտնում են ազգային ժողով։ Թույլ տվեք մենք նորից անդրադառնանք այս բանին։ Ես նորից եմ ասում ինչի ենք մենք պարտված։ Մենք պարտված ենք նրա համար, փաստ ասում եմ, Արամ Սարգսյան, ԱԺԲ, Բաբաջանյան եւ մնացած իրանք, ասենք արևմտամետ որպես
գործիչներ կամ դեպի հայամետ, բայց արևմուտքի մեջ գտնող իրանց փրկությունը, այդ ուժերը, եթե չեն միավորվել, իրանք արդեն պարտվել են։ Այսինքն այդ մարդիկ մտածել են անձամբ իրանց 5%-ի մասին։ Հիմա այդ իրանց 5%-ը ինչ են անելու, 4-ը 5-ը ինչ են անելու այդ իրանք 4%, այդ իրանք թող պատասխանեն։ Մտնել են ազգային ժողով։ Ոնց, ես գնում եմ ցանկացած գործողության այն ժամանակ, երբ որ մտածում եմ, որ պետք է 51%-ի մար կռիվ տամ։ Եվ իմ անհաջողությունը կլինի այնտեղ, որտեղ ես 49% կհավաքեմ։ Հիմա դուք ասում եք, այս մարդիկ ինչ պետք անեն։ Ես ասում եմ դուք ինչ պետք է անեք, եթե ասում եք։ Ես պայքարելու եմ, ոնց որ միշտ պայքարել եմ։ Թրամփը, նույն Միացյալ Նահանգները, նույն եվրոպացիները, նույն ցանկացած աշխարհի երկրները, որոնք Հայաստանի հետ աշխատում են, ում հետ են աշխատելու։ Ձեզ հետ են աշխատելու, որ դուք 15% եք հավաքել, բայց ազգային ժողով չեք մտել։ 15% հավաքել եք առանց 10%-ների։ Հիմա արդեն աշխատում են։ Ես նորից եմ կրկնում, այն ինչ ծրագրեր կատարվում այսօր Հայաստանում, սա մեր կազմակերպության ծրագրերն են։ Դե դուք ՀՀ-ով չեք անցել, շարունակեք աշխատել, ձեզ կպատասխանեն։ Աշխատում ենք, շարունակում ենք աշխատել։ Ինչ է փոխվում, ինչ եք ուզում փոխել դուք այդ անվավերի կոչանելով։ Ինչ է փոխվում, որպեսզի մյուս անգամ այդ իրենց արևմտամետ կոչողները քթները մի քիչ իջացնեն եւ դիմացին մարդու տեղ դնեն եւ իրար միանան, որ հաղթանակի հետան, ոչ թե լոկ իրան 4%-ի մասին մտածեն։ Ու ես դրանով կապացուցեմ, որ բոլոր այդ 4% հաղթարողներից ամենաշատը ես եմ հավաքում։ Ու չեմ մասնակցում այդ ընտրությանը, որովհետև տեսել եմ, որ արդեն պարտված է արևմտամետ բլոկը։ Էսա ամբողջ իմաստը։ Բարի, ես ոնց որ թե արդեն էլ հարցեր չունեմ այս հարցի շուրջ։ Ամենայն դեպս շնորհակալ եմ։ Ես էլ եմ շնորհակալ, որ եկաք, ձեր տեսակետը ասեցիք, ձեր ռազմավարության հետ կիսվեցիք, փաստորեն դա ձեր կուսակցության ռազմավարությունն է։ Դուք այդպես եք տեսնում, այս փուլում։ Սա այս փուլում ընդամենը այն ելքն էր, որով մենք կարող ենք այն չկողմնորոշված 40%-ից ավել քաղաքացիներին ինչ-որ ելք ցույց տանք։ Էսա տարբերակը։ Ինչքան քաղաքացի կտեսնեն այս հաղորդումը, ինչքանը, ասենք, համամիտ կլինեն կամ համամիտ չեն լինի, դա էլ արդեն կերևա ընտրությունից հետո ինչքան անվավեր քվեաթերթի կա եղել։ Ես շատ շնորհակալ եմ։ Ես եմ շնորհակալ։ Շնորհակալություն սիրելի բարեկամներ։ Պարոն Գագիկ Սարուխանյանի հետ էինք զրուցում Հայաստանի Ազատագրության համաշխարհային կազմակերպության համանախագահի։ Զրուցը Վարմեր Գայանի Արաքելյանը։ Բարին ընձեզ։